Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրզոյանը 3 մարտի 26-ի կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է։ Մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ։ Այո, այդ պարիսպները ստեղծված են, որովհետև այդ պարիսպից ներս իմն է եւ այդտեղ կա իրավակարգ, պարիսպից դուրս իմը չի եւ ինձ ոչինչ հետաքրքիր չի, բայց սա եկեք արձանագրենք, որ օբյեկտիվ պատճառներ ունի, որովհետև 1000 տարի մենք պետություն չենք ունեցել։ Դա եղել է այլ մարդու, այլ ազգի պետությունը եւ մենք այդտեղ եղել ենք քաղաքացի եւ մերը եղել է մենակ այդ պարիսպից ներսը։ Դրա համար հարկահավաքն է մերը չի եղել, հարկեր չենք սիրում վճարել։ Ոստիկանը մերը չի եղել, ոստիկան չենք սիրում իրանց բան կարգավորումներին, հա։ Եվ հիմա այս տրանսֆորմացիան է, որ պետքա տեղ ունենա, այդ պարիսպները պետքա իջնեն, հարկերը մենք պետքա տանք, որ ոչ միայն մեր պարիսպից ներս սիրուն եւ բարեկարգ լինի, այլ պարիսպից դուրս էլ մայթ կառուցվի, գունավոր դպրոց կառուցվի եւ այլն։ Այսինքն մենք ճիշտ այդ տրանսֆորմացիայի մեջտեղն ենք։ Այսինքն բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ Արմլուրը կրկին արբանյակային հնարավորություններով ճշտեց, որ Արարատ Միրզոյանը իր գած առանձնատան պարիսպները չի քանդել, ցանցավանդակների չի վերածել։ Հիշեցնենք, որ Միրզոյանը 2022-ին ձեռք է բերել առանձնատուն շուրջ 280,000 ԱՄՆ դոլարով, որը նույնպես ունի բարձր պարիսպներ։ Ստացվում է հակասական պատկեր։ Մի կողմից բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է հասարակության մեջ տարածված ճարտարապետական ու սոցիալական վարքագիծը, մյուս կողմից անձամբ շարունակում է օգտվել նույն մոդելից՝ բարձր պարիսպներով առանձնացված բնակավայրից։ Մինչդեռ քաղաքական ուղերձները առավել համոզիչ են, երբ դրանք սկսվում են հենց դրանց հեղինակներից։